Այսինքն այն կուրատորությունը, որը պետք է արվի, ես այս տարի մտածել եմ արվեստաբանները դե անում էին այդ բաները, ասենք մեկնաբանություններ, բաներ, որը շատ կարևոր է, բենեֆիկը մասնակցեին այդ ամեն ինչ։ Այս տարի ավելացնում ենք մոդելի բաժին է նայել։ Այս Անգլիայի ցուցահանդեսի հետ կապված շատ սիրուն բան կլինի, պրոյեկտ կարա լինի։ Ու ցանկալի է, մի տեսնիկ ինչ կստացվի։ Այստեղ ես ուզում էի, քանի որ Կարենը այդտեղ չի, լմքի ճուշ իրան շնորհակալություն կհայտնեմ։ Ու նաև Լևոնը Ֆլջանը տեղ, չեմ տեսնում։ Երկուսն է իրար հետ դուրս ելան, մի կուտար։ Ճալա ջան, դու ոնց ես։ Ոչ է, նորմալ, ազատ չէ։ Ուղղակի այսօրվա թեման ինչի մասին է ուզում որ լիներ։ Այսինքն մի քանի օր առաջ, երբ որ ես խոսում էի Ալիկի հետ Բերլինի, ինքը ասեց, որ գիտես, Երևանում ցուցահանդես է եղել ու Կարենին ու Լևոնին որոշակիորեն չեն ընդգրկել ցուցահանդեսում շատ կոպիտ ձևով, հա։ Այսինքն խնդիրը ինչու եմ ես տեսնում, արդեն երկար ժամանակ է, այստեղ խնդիրը շատ կարևոր է, որպեսզի Գյումրին ինքը ֆակտոր դառնա, այսինքն արվեստագետները, արվեստաբանները, կուրատորները իրար հետ կարողանան աշխատել, ստեղծվի դաշտ, երբ որ դաշտ չի լինում, արդեն ամեն ինչը սկսում է կաղել, ու արդեն երբ որ, հիշում եք, երբ որ Գյումրիում որոշակի ակտիվություն էր լինում, ցանկացած պրոյեկտների մեջ, թեկուզ հենց Երևանի, գյումրեցի արվեստագետները ընդգրկում էին, որովհետև կար որոշակի դաշտ, որոշակի կոնտեքստ, որտեղ արվեստագետները աշխատում էին, կարևոր չի ինչ կառույցներով էին աշխատում։ Ու հիմա դրա համար, այսինքն ես նորից պետք է անդրադառնամ նրան, որ երբ որ ամեն անգամ մենք խոսում ենք, որ արվեստագետները անեն պրոյեկտներ, անեն ծրագրեր, ու Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնը, թանգարանը, ակադեմիան պատրաստ են ամեն ինչով աջակցելու, պատրաստ են իրանց նախագծերը ներկայացնելու տարբեր կենտրոնների օգնելու դրա համար, որի համար պատրաստ են Նազարեթը Կարոյան, Եվան, Սուբարբի Խաչատրյան, որոնք որ պրոյեկտներ, նախագծեր կազմելու, ներկայացնելու մեծ փորձ ունեն ու բոլորը պատրաստ են գյումրեցի արվեստագետներին, արվեստաբաններին, կուրատորներին օգնելու, համագործակցելու, որպեսզի այդ ծրագրերը, նախագծերը գան ներկայանալի իրավիճակի։ Բայց 4 տարի է, արդեն 2 տարի նաև դիմել ենք մեր կուրատորներին, ոչ մի նախագիծ կառույցի առումով չի արվել, կամ ծրագրեր, կամ փոքր ծրագրեր, որոնք արվել են, որոնք շատ կարևոր են, բայց նախագծեր, այսինքն որոնք կառույց կարող են ներկայացնել, այսինքն որի ընթացքում արվեստագետը կամ կուրատորը կամ արվեստաբանը, երբ որ ինքը գնում է որևէ նախագիծ, չի եղել ու չի դիմվել որևէ մեկին, ոչ դիմվել է Նազարեթի, ոչ դիմվել է եւ այն որևէ կառուցողական բան չի եղել։ Ու այս իրավիճակում կամաց Գյումրու արվեստագետը, կուրատորը, արվեստաբանը սկսում է դուրս մնալ այն ամեն ինչից, ինչ որ կատարվում է Երևանում կամ Հայաստանում։ Դու ավելի շատ ամեն ինչ կատարվում է Երևանում։ Ախր հիմա ես խոսում եմ, գնում են գալիս են, ես մի քիչ անհասկանալի է ում համար եմ խոսում։ Խնդիրը նրանում է, ես օրինակ ասենք, որ խոսում է Ալիկը ասես, դե արվեստագետը նայեք, հիշեք, այսինքն մարդիկ կան, որ ձեզ ասելու են, արվեստագետը հո պրոյեկտ։ Ժողովուրդ ջան, արվեստագետը ամբողջ աշխարհում գնում է ծրագիր, ներկայացնում է իր ծրագիրը, փորձում է դա մեծ ծրագրեր են, փոքր են, ինքը պետք է հասկանա ինքը ինչ է անում, քանի դեռ ինքը չի հասկացել ինքը ինչ անում, ոչ մեկ չի կարող հասկանա ինքը ինչ անում։ Այդ ծրագիրը գրելու ժամանակ, պրոյեկտը գրելու ժամանակ, նախագիծը ներկայացնելու ժամանակ, ինքը կազմում է բյուջե, այդ բյուջեն ներկայացում է որևէ կազմակերպության։ Ես դժակի անունից արդեն 2 տարի առաջարկել եմ, արեք որևէ ծրագիր, ներկայացրեք, մենք կօգնենք, դժակի կողմից դա կգնա
ցանկացած Սորեսի ֆոնդ, մյուս դեսպանատները, մյուս բոլոր ֆոնդերը, որոնցից օգտվում են Երևանյան բոլոր կազմակերպությունները ժամանակակից արվեստի։ Հիմա, երբ որ դա չի արվում, այսինքն ստացվում է մի հատ իրավիճակ, որ Գյումրին սենց տնեց ոչ մի բանի չի մասնակցում, բացի բիենալեից բիենալ։ Ու այս դեպքում նաև դուրս են մղվում գյումրեցի արվեստագետները այդ ժամանակակից արվեստի դաշտից, որտեղ իրանք ժամանակակից արվեստը որոշակիորեն դաշտի նկատի ունի, համագործակցություններ, տարբեր կազմակերպությունների, արվեստագետների։ Հիմա ամեն մեկը մարդկանց բան են անում, այսինքն շատ կարևոր է, որպեսզի արվեստագետը հասկանա, որ ինքը պետք է նախագիծ անի։ Մեզ մի քանի անգամ օրինակը վերել ենք։ Եթե մենք նայում ենք Վան Գոգի նամակները, Վան Գոգը իր աղբորը գրում էր Թեոյին։ Թեո ջանիցի պետք է այսքան ներք, այսքան բան ուզում եմ, այս բաները նկարեմ, այսքան նկարեմ ուզում նկարեմ, նաև այսքան պատրամնիկի բանի գումար է պետք։ Ու ինքը, այսինքն արվեստագետը գրում է ծրագիր, ինքը պատկերացնում է, ինքը ինչ է ուզում անի։ Բայց այստեղ ամբողջ Հայաստանում առավել ևս Գյումրիում կա մի հատ, չգիտեմ, ինչ մի հատ հիվանդ բան, որ ասում է ես արվեստագետ եմ, հո այս պրոյեկտ գրող չեմ։ Այն մարդիկ, որոնք ձեզ ուզում են համոզել, որ արվեստագետը պրոյեկտ գրող չի, այդ մարդիկ ամորձատում են ձեզ։ Գտնում են ձեր ամբողջ ինիցիատիվաները, որովհետև մեզ գժակին, Գյումրի ժամանակակից արվեստի կենտրոնին, ակադեմիային, թանգարանին, բոլոր կառույցներին պետք են կայացած արվեստագետներ։ Ոչ թե արվեստագետ, որ ինքը նստած սպասում է, նստած թախտին սպասում է բախտին, թե ով պետք է մի հատ դրսից գա ինչ-որ բան իրան տա։ Այլ արվեստագետը ինքը ստեղծում է որոշակի ստեղծագործական միջավայր։ Ու այս միջավայրը ստեղծելու համար ինքը գրում է ծրագիր, նախագիծ է ներկայացնում, որի համար ենք ասում, ես եմ ասում, ես լավ որ տարի է։ Համար գրեք գժակը որպես կազմակերպություն, որպես քնիկ, օգտագործեք։ Մենք ձեզ անենք, ոչ մի բան չենք ուզում։ Վճարվում ամենակ հաշվապահը, մնացածը ոչ մի բան, դուք ձեզ աշխատավարձ նշեք, դուք ձեզ բան արեք, աշխատանքի, չգիտեմ, հոնորար նշեք, ստացեք այդ գումարը, աշխատեք, չի արվում։ Ամբողջ աշխարհում ցանկացած երկրում արվեստագետը աշխատում է ծրագրերով, նախագիծ է ներկայացնում, փորձում է այդ նախագծի համար գումար գտնել, ու այդ գումարով ինքը կատարում է իր նախագիծը։ Հասկանում եք, այսինքն այսօրվա դրությամբ ստեղ, ասենք Եվրոպայում, Ամերիկայում ոչ մի արվեստագետ ապրում է նախագիծերով, չէ, այսինքն ինքը գրում է նախագիծ, ինքը փորձում է, կամ ինքը այնքան հարուստ է, որ այդ ամբողջ գումարը ինքն է վճարում։ Հիմա ես եմ նորից վերադառնում այդ կետին։ Շատ կարևոր է, որպեսզի դուք կայանցած արվեստագետ, որտեղ կայացած արվեստագետը արդեն ինքը իր տեմպով սկսում է աշխատել, ինքը վիճակ է ստեղծում, ինքը սկսում է համագործակցել նաև մյուս կազմակերպությունների, մյուս արվեստագետների հետ։ Իսկ ամենակարևորը կայանալն է։ Այս դեպքում նաև արվեստաբաններին եմ դիմում, ասենք արեք ծրագրեր, արեք կուրացիա արեք, դիմեք, եթե պետք է կազմակերպություն, գժակը կա, իր կնիքով, ակադեմիան կօգնի։ Եթե ուզում եք սովորել ոնց գրվի այդ ծրագիրը, խնդրեմ, ես Նազարեթի հետ պայմանավորվել եմ, ասենք արվեստաբանների միջազգային ասոցիացիայի նախագահի հետ պայմանավորվել եմ, որ ինքը կօգնի։ Մյուսները բոլորը պատրաստ են, բայց չի արվում, քայլեր չի արվում։ Երբ որ քայլեր չի արվում, այդ դեպքում կամաց Գյումրին իր արվեստագետներով, արվեստաբաններով դուրս է մղվում Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտից։ Հասկանում եք, ու այս դեպքում, երբ որ արվեստագետը գնում է Երևան, ես կամ Երևան, չեմ ասում, ինչի պետք է արվեստագետը լինի այդ թախտին նստող բախտին սպասողը։ Դուք կարաք ստեղծեք միջավայր։ Այդ միջավայրի հիման վրա են գալիս դրսից, մարդիկ այդանով են հետաքրքրում։ Դա կարևոր չի, դա այդտեղ նաև գալիս արդեն իհարկե անցած անգամ, երբ որ մենք խոսում ենք, Կարեն Ալեքյանը ասաց, հա, դե գումարը շատ կարևոր է։ Իհարկե, ես չեմ ասում կարևոր չի, բայց այդ գումարը դուք կարաք ստեղծեք։ Այդ ամեն ինչը ժամանակը, գումարը, ամեն ինչը ձեր ձեռին է։ Ես չգիտեմ այդ մի հատ այդ միջավայրը ինչի վրա ստեղծվեց, այսինքն որ նստած սպասում ենք, որ պետք է հանկարծ ինչ-որ մեկը գա, ինչ-որ Երևանից մեկին հրավիրի, ու մենք սա իսկույն վազենք գնանք Երևան, տեսնենք ընդ ինչ է կատարվում, բայց Գյումրիում բան չանենք։ Զարմանալու բան է, էլի, այսինքն երբ որ չգիտեմ։ Որովհետև այն մարդը, երբ որ ինքը ասում է, որ արվեստագետը պրոյեկտ գրող չի, դա իրան շատ ձեռնտու է։
Ինչի, որտեղ ոչ մի բան չի, բանը այդ մարդը հավատացնում արվեստագետը, որ ինքը պրոյեկտ գրող չի, արվեստագետին էլ է ձեռնտու, որտեղ ինքը կարա թամբալանա, ոչ մի բան չանի, իսկ այդ մարդն էլ այդ արվեստագետին ոնց ուզենա կներկայացնի, ուզենա կներկայացնի, չի ուզի, արվեստագետը արդեն բանով ապայպես հա կվազի իր մոտ, հա, հասկանում եք, ընդհանրապես, այսինքն մենք կողմ ենք կառույցների աշխատանքին, մենք կողմ ենք համագործակցության, մենք կողմ ենք գոնե 3 հոգի, 5 հոգի, փոքր խմբեր իրար հետ աշխատեն։ Հիմա կա Facebook, հիմա կա բան, դրանով թերթ սարքեք, քննադատեք մեզ։ Չգիտեմ, բժակի գործունեությունը, բիենալը, մյուսը քննադատեք, բայց գործ արվի, ինչ-որ բան տեղի ունենա։ Հիմա երեք ճառաչորը Կարինեի հետ եմ խոսում, որ արդեն դեռ լինում, ինքը պատրաստ է արդեն, ահագին բաներ ունի, ծրագրեր ունի, ասում հիմա կանեմ, ասում Կարինեի ջան, դու էլ նաև, ես մեր Skype պրոյեկտներին կարաս միանաս, այսինքն ինքը բանեկած չի, ինքը մասնակցում է այսօր ամբողջ այս տեխնոլոգիաների հիման վրա մենք կարանք շփվենք, կարանք որոշակի պրոյեկտներ անենք միասին, խնդիր չկա, բայց պետք է ինիցիատիվաններ լինեն Գյումրիից։ Ու երբ որ դրսից արվեստագետներ են գալիս բան, հիմա արդեն գենալային ահագին մարդ է պատրաստ գալու։ Առանց որևէ մարդիկ պատրաստ են իրանք վճարելու գալու համար։ Ինչի համար, որովհետև եղել է միջավայր, իրանք եկել են միջավայր են տեսել, իրանք եկել են ստեղծագործական մի հատ նկրտումներ են տեսել, շատ կարևոր է, առանց դրա մենք չգիտեմ։ Մանավանդ երիտասարդ արվեստագետների մասին, իհարկե եթե դուք ուզում եք արվեստագետ շարունակեք արվեստով զբաղվել, դա մասին է խոսքը, բայց եթե ուզում եք ավարտեք կամ զբաղվեք լրիվ ուրիշ բանով, դա մի այլ բան է։ Բայց այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհը աշխատում է այդ բանով, այդ գրում է նախագիծի համար փորձում է գումար ճարվի, այդ գումարով փորձում է պրոյեկտ արվի ու համագործակցում է մյուսների հետ։ Այս իրավիճակում ստեղծում է միջավայր։ Ասում ենք creative ambience։ Առանց դրա ոչ մի բան չի լինում։ Դրա համար կարող է դա լինի մի հատ փոքր հիմա մեր թանգարանը այս դրա բանն է, չէ՞, այսինքն լավ իդեա, որի հետ հիմա ասենք Վահագն Ղուկասյանը արդեն ամեն օր համագործակցում, ամեն օր խոսում ենք, տեսնում ենք ովքեր են մարդիկ գործեր են նվիրում, դրսից, ներսից, հոյական պրոյեկտ է շարժվում է, չէ՞, բայց ինչ է, կար իդեա, կամ մարդ, որը որ Այսօր ես վաղագի չեմ ասել, բայց հիմա տեղա, բայց այս մարդը վերցրեց իրա վրա պատասխանատվություն, որ դա անի։ Ինքը չասես չէ, որ այսօրվա դրությամբ գումար չկա այդ կոնստրուկցիան սարքելու համար, այդ ցելոֆանը, մյուսը, մարդը իրա վրա պատասխանատվություն վերցրեց։ Մենք պատասխանատվություն չենք ուզում վերցնել, ես ինչ մի վիճակ է։ Այսինքն որ անենք հանկարծ կարող է սխալ լինի, հանկարծ կարող ով է որոշում, որ սխալ կլինի։ Արել եք, որ մեկը քննադատել, արեք, որ քննադատեն, բայց այդ ընթացքում դուք կարաք սովորեք։ Այդ ընթացքում տարել, այդ ընթացքում է որոշակի բաներ կայանում, այդ ընթացքում է լինում դիսկուրսներ, հիմա արդեն մտածում ենք բիենալը կլինի թե շարունակ բացում սիմպոզիումներ, լեկցիաներ, մյուս Ինչի որ հնարավորինս դուք էլ այդտեղի եթե դառնում է դիսկուրսը տեղափոխվում է արդեն համահունչ մտնում է բիենալեի դաշտը Այդ շատ կարևոր բան է։ Ու այդ ընթացքում Գյումրին դառնում է ֆակտը։ Այդ վիճակով, էլ եմ ասում, առանց գումարի, այդ գումարը կարելի է ճարել, գումարը կարելի է գրել, դիմել, աշխատել։ Այդ վիճակով է, էսա սիստեմը, էսա կառույցը։ Ու նաև այն դեպքում, երբ որ բոլորը թե Երևանից, թե դրսից պատրաստ են աջակցելու։ Բայց պետք է քայլ լինի, չպետք է քայլ լինի, որ մարդիկ, կազմակերպությունները կարողանան աջակցել։ Բայց ոչ թե մարդիկ նստեն, սպասեն, ինչ-որ բան իրենց ընդգրկեն կամ չընդգրկեն։ Դուք այսօր եթե անեք որևէ ցուցահանդես, որևէ նախագիծ, պատրաստ եմ որ լիքը մարդիկ Երևանից կգան, մեծ ուրախությամբ։ Էսա կարևոր, ես դա մասին եմ ուզում խոսալ, ես չգիտեմ, ջան, չտեսա, Կարենե կա։ Հա։ Կարեն ջան, ողջույն, նախ ուզում էի քեզ ասել շնորհակալություն, որ արդեն Facebook-ի մեջ նկարները դրվում են։ Քո ակտիվ միջամտությամբ, շնորհակալություն, Կարեն ջան։ Արդեն աշխատանքը գնում է։ Մեկ էլ Կարեն ջան, գիտես ինչ, հիշում ես մենք որ Ալիկի հետ խոսում ենք, երևի դու ունդեղ էիր, թե չէ, ես ուզում եմ էլի վերադառնամ այս խոսակցության սկիզբը, էլի։ Երբ որ դու գնացել էիր բան Երևան, այդ ինչ ցուցահանդես էր եղել, որ ձեզ չէի ընդգրկել։
ու ես հասկացա, որ դա եղել էր որոշակի օրեն կոպի։ Խոսակցությանը ներկա չեմ եղել, բայց միշտ անձնական խնդիրներ էր, ազատ չան, դիք մեկ չում հունի խոսալու բան չէ։ Հա, ես գիտես ինչի մասին էի մտածում, Կարեն ջան, որովհետև եթե տենց նաև բաներ ա լինում։ Կոպիցած մենք ենք հրաժարվել, ոչ թե մեզի չեն խնդիրել, էլի, խնդիրը ուրիշ ծեր է։ Չէ, նայ ասածս ինչու է Կարեն ջան, որովհետև դրա մասին երբ որ գալիս ա որ դա հանրայնացվում, այսինքն մարդիկ խոսվում ա, դիսկուսիա ա լինում, բան ա լինում, դա էլ ժամանակակից արվեստի ֆորմաներից մեկն է, որտեղ ինչի եղավ, ինչի հրաժարվել, բայց ոչ թե sense ամեն մեկը մեր բանով տապակվում ենք, մտածում ենք, տես, ասենք ինչ-որ խնդիրներ եղավ, որի համար մենք հրաժարվեցինք։ Ասածս հասկանում եք, չէ՞ Կարեն ջան ինչի մասին է։ Որոշակի դիսկուրս հանրայնացում կայանալու մասին է։ Չէ, բայց եթե այսօր այդ խնդիրը, որ խնդիր կա հրաժարվել է, երևանցիները հաշվի չեն առնի այդ խնդիրը, չէ, այդ էլ է սխալ։ Այսինքն հանրայնացնելով կարելի է այդ խնդիրը լուծել, այդ մյուս անգամ այդ ձևի քայլեր չարվի։ Իսկ եթե հիմի դուք այդ հարցը առաջ չեք քաշել, անձնական կդարձնի, չէ։ Անձնական խնդրանքում է, մեր մասնակցությունը եղել անձնական խնդրանք։ Հետո ծանոթացան կազմակերպիչների հետ, մենք հրաժարվում։ Մի խոսքով ասածս հիմա ասենք գպարզ արդեն դուք եք որոշում եք դա մասին արժի խոսալ, թե չարժի խոսալ։ Բայց այսինքն այդպես համբարձումը շատ ճիշտ ձևակերպեց։ Երբ որ չի լինում այդ բանը, նաև էլի վերադառնում եմ ինչից է։ Ես այսօր շատ տրանից էի գալիս, որտեղ անցած անգամ որ Ալիք հետ խոսում է, ինքը որ ասեց, երբ որ Գյումրիում էլի եմ վերադառնում այդ բանի դու երևի ներկա չէի, երբ որ Գյումրիում կայանում է որոշակի ակտիվություն, այսինքն աշխատանքները ամեն ինչ ունենում են որոշակի կոնտեքստ, ու այդ կոնտեքստով իրանք արդեն ներկայանում են տարբերություն, այսինքն պետք է ստեղծվի միջավայր, որտեղ որ արդեն դուք եք հրավիրում, իրանք են գալիս, թե Երևանից, թե մյուս երկրներից, այդ դեպքում Գյումրին դառնում է ֆակտոր։ Առանց Գյումրին դառնալու ֆակտոր, Գյումրու արվեստագետները կորցնում իր ակտուալությունը։ Ինքը պարզապես լինում է մի հատ անհատ, որ իր համար իր արվեստանոցում աշխատում է, հետո դրսից կգան իրանք հրավիրեն, չեն հրավիրի, հետո կլինի բիենալ դրսից կգան, կամ կգան կմասնակցեն կնայեն, կգնան, ու էլի կարծես բան կլինի, ընդգրկվածություն չի լինի։ Դա մենակ Երևանի չի վերաբերվում, էլ ուզում եմ ասեմ ընդհանուր։ Նաև դրսից նկատի ունեմ արտասահմանից բանից եկող արվեստագետների կամ բանի մասին։ Այս ակտիվությունը շատ կարևոր է։ Ու նաև ուզում էի բանին, էլի նորից այդ մի հատ տենց իդեա ֆիքսը, որ արվեստագետը պրոյեկտ գրող չի, հետո մի հատ սես չգիտեմ ինչ է, էլի խայտարակ բան, այսինքն չգիտեմ։ Էլի կրկնում եմ նորից, այն մարդը, որը որ դա ասում է, որ արվեստագետը պրոյեկտ գրող չի, ինքը կտրում է ամբողջ ինիցիատիվան։ Որտեղ երբ որ արվեստագետը գրում է նախագիծ, երբ որ ինքը պատրաստում է նախագիծ, ինքը դառնում է ինիցիատոր, ինքը իր վրա պատասխանատվություն է վերցնում։ Երբ որ ինքը իր վրա պատասխանատվություն է վերցնում, ինքը նաև հասկանում է մյուս բաները, սիստեմները ոնց են աշխատում։ Դա նաև վերաբերում է իր ստեղծագործությանը, որտեղ հենց ինքը, երբ որ ինքը ուզում է մի պրոյեկտ անի, իր նախագիծ անի, ասենք մեծ ինստալյացիա է, որտեղ ահագին ծախս է հարկ, որ ինքը ոնց պետք է անի։ Դա նշանակում է չի կարա ինքը անի։ Ուտես բան է, հանճարեղի բանով, հանճարեղ արվեստագետի պոզայով, սես պետք է նստել, դե մի խոսքով սես բաներ եմ արել, բայց ընդեղ որևէ խնդիրներ կային ներքին, արտաքին, անձնական ու ոչ անձնական, եկի չանցավ կամ անցավ, հասկանում եք, ասածս տեղ է։ Կարևորը որ Գյումրիում գոնե մի քանի հոգի իրար հետ կարողանա աշխատի, գոնե մի քանի խմբեր իրար հետ կարողանան աշխատեն, գրեն, Facebook-ը կա, թերթ սարքվի, չգիտեմ, Facebook-ան ամսագիր, թերթ, մի խոսքով հնարավորություններ կա։ Ու այդ իրավիճակը, երբ որ դուք սկսում եք ակտիվացնել, կողքից մարդիկ կգան, դրսից կգան, ներսից կգան, մենք էլ ինչով հնարավոր է կաջակցենք։ Բայց
Այս խնդիրը նաև գալիս ենք էլի նորից նույն ծեծված բանին, որ ակտիվությունը չլինի բիենալեից բիենալ։ Ու երբ որ լինում է բիենալեն, արդեն մենք ունենք արդեն կայացած արվեստագետներ, որոնք միանգամից սկսում են ընդգրկվել, միանգամից սկսում են աշխատել, դա եկած արվեստագետների հետ դա կարևոր չի թե որտեղից են։ Մի խոսքով շատ կարևոր է նաև խնդիրների հանրայնացումը։ Դա մասին դիսկուրս ստեղծելը, դրա մասին այդ թերթում գրելը, դա մասին Facebook-ում բանում ներկայացնելը, ինտերվյուներ վերցնելը, այսօր ինչ է, մի հատ հեծեռախոսի բանի վրա կայք կամերա, վերցնում ես ինտերվյու, դնում ես, դա վերջին հաշվով ժամանակակից արվեստի նաև ֆորմատներից մեկն է, չէ՞։ Թե ոնց ակտիվացնել իրավիճակը, ինչն է պատճառները, ինչ ա եղել, ինչ չի եղել։ Ու ամեն մարդ, երբ որ ինքը կամաց չի անում, ստացվում է, որ սպասում ենք դրսից, այսինքն այն բանն է գալիս, այն երկրաշարժ, որ պետք է սպասենք, թող պետք է դրսից կա մեզ օգնի, չէ։ Ու այն ինչ որ Գյումրիում, այն ինչ որ Երևանում է լինում, sense առանձին չփորձեք sense ամեն մեկս մի հատ ինֆորմացիա ունենալով բազել գնալ այնտեղ տեսնել ինչ է կատարվում։ Իրար հետ, ուտեղ իրավիճակը Գյումրիում ստեղծել իրավիճակներ, երբ որ իրան Երևանից կգան։ Ես ասում եմ, շատ խանդով են վերաբերվում, երբ որ արվեստագետները Գյումրուց գնում են Երևան, ինչ որ բան է կատարում։ Դրանով շատ կարևորելով Երևանում կատարված բաները։ Հարցն անում չի, որ դրանք կարևոր չեն, կարող է շատ կարևոր է։ Ես մեկ բան եմ անում, այսինքն, երբ որ Երևանը դառնում է մոստր, երբ որ Երևանը դառնում է մի հատ հրեշ, մշակութային, տնտեսական, չգիտեմ, քաղաքական, բոլոր առումներով, մենակ Երևանը պատասխանատու չի, մենք էլ ենք պատասխանատու։ Այսինքն, մարդիկ, որոնք, որտեղ մենք օգնում ենք դրան, մենք ամեն ձևով աջակցում ենք այդ մոնստրին, որ ինքը դառնա։ Երբ որ տեղել են լինում բաներ, բոլորը գալիս են, չէ, բիենալեի ժամանակ գալիս են, չէ։ Հենց նույն արվեստագետները, որոնք ինչքան մարդիկ, որ տարիներով գալիս են, չէ, գալիս են Գյումրի։ Հետաքրքիր, պետք է մի հատ իրավիճակ ստեղծել, որ այդ մարդիկ գան։ Այսինքն իրանք հիմա Բեկարանյան արվեստագետ, որ բան չի։ Այսինքն պետք է իրավիճակ, պատճառ լինի, պատճառներ ստեղծողը մենք ենք, միասին սա բոլորովս։ Ինչով մենք պատրաստ ենք Գյումրի ժամանակակից արվեստի կենտրոնը, ակադեմիան մենք միշտ համբարձում ենք, խոսում ենք, այսինքն ամեն ինչով կանգնած է, չէ, ամեն ինչով ձեզ համագործակցելու, աջակցելու, ամեն ինչով կա, չէ։ Հիմա վաղ թանգարան անում ենք, արդեն ահագին մարդիկ տեսնում են թանգարանը, Facebook-ում, մենք գալու ենք բիենալեի, նույն Նիկիտա Ալեքսեևը, ասենք անուններ շատ չտան, արդեն երբ պայմանավորը գաս, այնմենատնել ասում է մի խոսքով, երբ կա ինչ եկան, լիքը մարդիկ ու նաև էլ եմ անդրադառնում, այս իրավիճակով, երբ որ դու գրում եք նախագիծ, գրում եք այսինքն կառուցողական բանին եմ անդրադառնում նաև, կառույցով, երբ որ ներկայացնում եք տարբեր ծրագրեր, տարբեր ֆոնդերի, դու կարող եք գումար ճարեք, այդ գումարով աշխատեք, այդ գումարով ձեզ աշխատավարձ նշանակեք, հոնորար ձեր աշխատանքի գումար, վճարում եք մենակ Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի հաշվապային ու վերջ։ Այսինքն մենք այն բաներ կազմակերպությունների նման չենք, որ ասում են 20%-ը մեզ, մնացածը ինչ ուզում եք արեք, չէ, ամեն ինչը ձեզ։ Չգիտեմ ինչ կարելի է անել, որպեսզի ինչ-որ ինիցիատիվաների, առանց ինիցիատիվաների, առանց պատասխանատու մարդկանց, առանց պատասխանատու մարդիկ, որոնք իրանց վրա ինիցիատիվով պատասխանատվություն են վերցնում, ոչ մի բան չի կայանալու։ Հիմա կավարտեք, մարդիկ կան կավարտեն ակադեմիան, հետո կմտածեն ով ինչ անել, ով ինչ գործ պետք է գտնի, մի խոսքով տենց կամաց մաշվելու գնալու է։ Ընտրեմ, եթե կան հարցեր, եթե կան բաներ, ուրախ կլինեմ պատասխանելու։ Հիմնականում ես դրա մասին եմ ուզում խոսալ, որ այդ մի տեսակ բան դարձած պատկերը, որ արվեստագետը պրոյեկտ գրող չի, դա շատ վտանգավոր է։ Այսօր չկա արվեստագետ, որ պրոյեկտ չի գրում։ Նույնիսկ եթե դուք ուզում եք մի հատ ասենք պրոյեկտ, որը որ չի հնարավոր չի, ասենք, նույնիսկ մոդելը սարքել, դուք դեստում գրում եք, չէ, այսինքն ինքը ինչ պետք է արի, ոնց պետք է արի, դուք պատկերացնեք իր կոնցեպտը, իր բյուջեն, ամեն ինչը, ինչքան է, ոնց է, ինչ է արում։ Ազատ, ես ինքս մտածեմ արվեստաբանների
մոդելերների մասին։ Այո, նոր է ես ամեն ինչ։ Կարող է մի փոքր պրոյեկտ անեն, իրանք հասկանան, որպեսզի հետո բիենալեի ժամանակ արդեն պատրաստի լինեն, որտեղ մեկից պետք է բիենալե պես պատասխանատու դաշտ, դա դժվար է իրանք։